եթե չլինեն մանկավար, այսինքն չունենան կրթություն, բացի իրանց սպորտային կրթությունը, չեն կարող ուղղակի շատ դժվար կլինի նրանց հետ աշխատել երեխաների հետ, հա։ Full կոնտակտի մասին խոսելիս ես մեր հեռուստադիտողներին ուզում եմ մի բան էլ ցույց տալ եւ տեղեկացնել, ահա սեղանին դրված է մի սերտիֆիկատ, ըստ որի Լոս Անջելեսի ասամբլեան, այո, Կալիֆոռնիայի պետական ասամբլեան Գոր Վարդանյանին շնորհել է մի շնորհակալագիր, որպես full կոնտակտի աշխարհի ֆեդերացիայի հիմնադիր։ Արդյոք հետաքրքրությունը մեծ է, հայ տղաների հետաքրքրությունը մեծ է այս սպորտաձևի նկատմամբ։ Ավելի ճիշտ ոչ միայն տղաների, նաև աղջիկների, ինչու ոչ, ես նկատեցի, որ աղջիկներն են մարզվում, ընդհանրապես ֆեդերացիայում Հայաստանում մենակ մարզվում են մոտ 5000-ի մոտ մարզիկներ ունենք մենք։ Միայն այս դպրոցով չի, ինչ որ այսօր դուք այցելեցիք, այս դպրոցով չի ինքը սահմանափակվում։ Հանրապետության բոլոր մարզերում ունենք դպրոցներ, Երևան քաղաքի բոլոր համայնքներում ունենք դպրոցներ, որոնք գործում են, դաստիարակում են երեխաներ։ Ու ֆեդերացիայում ընդգրկված մարզիկները, ովքեր որ պարապում են, մարզվում են, սովորում են ֆեդերացիայում, իրանք մենակ չեն սովորում արտարվեստը, իրանք դրա հետ նաև սովորում են հայրենասիրություն, նաև սովորում են հոգեբանություն։ Այսօր մեծ դպրոց ունենք մենք հանրապետությունում։ Որոշեցի այժմ մի փոքր զրուցել full contact եւ Դուքենդո մարզաձևերի դպրոցի տնօրեն Կարեն Կարապետյանի հետ, որը ունի Սևգոտի 3-րդ ցան։ Կարեն, կխնդրեմ մի փոքր պատմել ընդհանրապես հայ երեխաների կողմից այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Իհարկե մեծ է, դուք արդեն պետք է որ պատկերացնեք մեր դպրոցի երեխաների քանակը տեսնելով, սա մի խումբ է ուղղակի, ասած ասեմ։ Հայաստանի մասշտաբով եթե վերցնենք 5000-ից ավելի աշակերտներ ունենք, տարբեր մարզերում, թե Երևանում, թե մարզերում, հիմա չեմ կարող թվարկել ինչ դպրոցներ կա Հայաստանում, եւ մեր դպրոցը միայն չի զբաղվում նրանով, որ երեխաներին դարձնի կարատեիստ։ Մենք դաստիարակում ենք երեխաներին, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Մեր նախնական խնդիրը դրանում է։ Այստեղից ունենք տարբեր ճյուղեր։ Ասենք միայն այդ չէ, որ երեխան եկավ, մտավ դալիճ, դարձավ կարատեիստ։ Միգուցե նրա մեջ չկա դա, որ դառնա ինքը կարատեիստ։ Ես ուզում եի հարցնել, ընդհանրապես բնածին տվյալներ պետք է ունենա երեխան, թե նաև կարող է հետագայում ձեռք բերել։ Չէ, հնարավոր է հետագայում ձեռք բերել։ Անպայման չի բնածին տվյալներ ունենա, հետո հնարավոր է ինքը լավ բժիշկ դառնա, ուղղակի իր առողջության եւ ինքնապաշտպանության համար պարապել։ Խնդրում եմ ներկայացեք։ Նորայր Ավետիսյան։ Դուք մարզաձևի սան եք, թե արդեն։ Չէ, ես սան եմ, հավաքական թիմի անդամն եմ եւ գործող մարզիկ եմ։ Ինչ հաջողություններ ունեք։ Մեկ ամիս առաջ դարձա երրակի աշխարհի չեմպիոն։ Մինչ այդ Հայաստանում եւ Բելարուսում նույն հաջողությունը կատարել էի։ Դուք ինքներդ եք ընտրել այս մարզաձևը, թե ծնողներն են ձեզ համար ընտրել։ Մարզաձևը ընտրելով չէր։ Մարզաձևը ինքը եկավ։ Այսինքն այդ ֆիլմերը բանը փոքր ժամանակ որ նարել էինք, ես բռնցքամարտ էի պարապում, հետո փոխեցի արդեն կարատե։ Ես փոշմանել։ Չէ, միայն գոհ եմ։ Ձեր դպրոցը մասնագետներ է պատրաստում, հենց տվյալ սպորտաձևի մասնագետներ է պատրաստում եւ շարունակություն արդյոք կա մեր պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը արդյոք նման մի բաժին ունի, որտեղ շարունակում են կրթությունը։ Այո, ես ինքս ավարտել եմ Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը եւ մեր մարզիչները հենց ես դա էի ասում, մեր մարզիչները բոլորը ունեն բարձրագույն կրթություն։ Դե sense մի բան ասեմ, հա, այսօր օրինակ այս ձևի մեջ, այս արևելյան ձևերի մեջ մանավանդ, երբ որ հարց ես տալի ինչ-որ մեկին, որ ներկայանում է ինքը որպես սենսեյ, հարց ես տալի, ասենք մրցումային փուլերը ինչ ձևի եք անցկացնում ձեր սպորտսմենների մոտ, ասենք սկսնակների մոտ ոնց եք անցկացնում, չեն կարող պատասխանել, ուղղակի
ասում են դե մեր ձևը ուրիշ է, արևելյան ձևը ուրիշ է, բայց այդ ձևի բան չկա, որ արևելյան ձևը ուրիշ է։ Ուղղակի պետք է մարդիկ ունենան կրթություն, ունենան համապատասխան պրոֆեսիոնալ լինեն, հա, որ կարողանան ճիշտ դաստիարակեն երեխաներին, չէ՞ որ դու միշտ քո անմիջական աջակցությունն ես ունենում այդ երեխաների զարգացման մեջ, չէ՞։ Աճով, ագիոտի, պաշտպանություն։ Մի հաշվետակ եք կատարում։ Իջ։ Մենք վերցնում ենք երեխաներ 5 տարեկանից ու տարիքային սահմանափակում չկա, դրանից հետո մարզումների պետքա իրանց ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ճիշտ տաս, որ այդ երեխան ճիշտ է, չգա հասնի ինչ-որ մի պահ, որ ինքը հետո ունենա առողջական խնդիրներ։ Ու պետքա իմանաս այդ մարդուն, եթե նույնիսկ քո մոտ գալիս են երեխաներ, որոնք ունեն առողջական խնդիրներ արդեն, բայց ծնողները ուզում են, որ տան այդ երեխաներին սպորտի, որ իրանք ավելի առողջ լինեն, ավելի կազդուրված լինեն, պետքա դու նրանց օգնես այդ ամեն ինչը իրագործելու, ոչ թե տաս, ասենք, ծանրաբեռնվածություններ, որ չի կարելի այդ երեխային։ Դրա համար դա էլ մեր մոտ դասակարգված է, ըստ խմբերի դասակարգված է, ու խմբերի մեջ էլ էլի կան ենթախմբեր, որոնք էլ իրանց հերթին են դասակարգված։ Ուրեմն ներկայացեք։ Դիանա Երեմյան։ Դիանա, ինչու եք ընտրել հենց այս մարզադեպը, արդյոք հարմար է աղջկան այս մարզադեպը։ Կարծում եմ, այո, տալիս է ինքնասպստահություն, եւ փոքրուց սիրել եմ, այդ պատճառով եմ ընտրել եմ այս մարզաձևը։ Այլ մասնագիտություն ունեք, թե հենց սովորում եմ համալսարանում Երևանի պետական միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Այ խմբում կարծես թե միակ աղջիկն եք, այո, դու։ Միակը չեմ, այսօր ուղղակի չի եկել մի աղջիկը հիվանդ է։ Նաեւ որևէ մասնագիտություն ունի, այլ մասնագիտություն եւս ունի։ Դե ես հիմա սովորում եմ եւ պատրաստ։ Այո, նա սովորում է Սլավյանսկիում, Սլավոնական համալսարանում Երևանի, եւ եւս 3-րդ կուրսում է սովորում եւ պատրաստվում է շարունակի իր ուսումը։ Իսկ քեզ հոգեբանական առումով ինչ է տալիս կարատեն այս մարզաձևը։ Ես ասում եմ, տալիս է ինքնավստահություն բնավորության մեջ, ինձ թվում է ամեն աղջիկ, որը պարապում է, ուրիշ ձևի բնավորություն է ունենում եւ ավելի վստահ է լինում իր մեջ։ Իսկ եթե հանկարծ մրցումներից մեկի ժամանակ, ասենք, դեմքդ վնասվի կամ որևէ տեղը վնասեն։ Մտածել ես այդ։ Մտածել եմ, բայց փորձում եմ, որ այդպես բաներ չլինի, ու կարծում եմ, որ չի լինի։ Հույսով եմ։ Իսկ որևէ հաջողություններ մինչ այսօր ունեցել եք։ Այո, մասնակցում ենք մրցումների կատա մարզաձևում։ Այո, Հայաստանի չեմպիոն եմ եղել։ Լավ, եւս մի վերջին հարց, որին ինձ շատ է հետաքրքրում, ընդհանրապես դուք ինչպես եք վերաբերվում, երբ այս մարզաձևով զբաղվում են աղջիկները։ Շատ լավ են վերաբերվում։ Մի քիչ կոշտ կոպիտ մարզաձև չէ աղջիկների համար ձեր կարծիքը։ Սեդա ջան, դուք նոր քիչ առաջ երևի դահլիճում եք, տեսակ որ այնտեղ աղջիկներ են ներկա։ Ու չեմ կարծում, որ ինքը կոշտ կոպիտ մարզաձև է, որտեվ բոլորը եթե ասում են դուքենդո կամ ասում են ֆուլ կոնտակտ կարատե, իրանք մտածում են կամ հասկանում են երևի մենակ էդի իրար հարվածել է, հա, բայց դա չի ինքը մարտարվեստն, ինքը մարտարվեստ է, ինքը մենակ այդ հարվածային տեխնիկայից չի, արվեստ է։ Տեխնիկայից չի ինքը բաղկացած ու Այդ է հենց նշում, որ իր մեջ կա սիրողական ձև, կա ֆորմալ, այդ սիրողական ձևի մեջ ֆորմալ համալիր վարժությունների ծրագիր կա, կինոյի բաժին, այսինքն մարդիկ գալիս են ստեղ իրանց ավելի առաջի հերթին, երբ որ ծնողը բերում է իր երեխային ստեղ պարապմունքի կամ ինչ որ արդեն չափած մարդն է գալիս պարապելու, ինքը առաջի հերթին գալիս է իր առողջության ու ֆիզիկական ուժի համար, որ լինի ֆիզիկապես ավելի ուժեղ ու լինի առողջ։ Շատ քիչ տոկոս է կազմում ծնողներից, որ երեխաներին բերում են, որ այդ երեխան դառնա չեմպիոն։ Բոլորը ուզում են ուղղակի իրանց երեխան մի քիչ ավելի առողջ լինի։ Իսկ հետագայում, ասենք, ո՞նց է երեխան ընտրելու իր ուղղությունը։ Հա, ասենք, գիտեք, ո՞նց գալիս են պարապմունքի, ասենք, 10 հոգի երեխա միաժամանակ գալիս են,